2025 թվականին Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը 8660-ով գերազանցել է երկրից ելքերի թվին, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է, որ այս ցուցանիշի հիմնական պատճառներն են խաղաղությունը եւ խաղաղ պայմաններում արձանագրված տնտեսական զարգացումը։ Ուշադրություն դարձրեք, սա խաղաղության, այսինքն 2025 թվականը խաղաղության ընդամենը առաջին տարին է առջևում, խաղաղության այսպիսի բազմաթիվ բարիներ են եւ այսպիսի նորանոր ու հաճելի վիճակագրություններ։ Տեսնում ենք, ունենք տեսլական, որ պետք է փոփոխվի։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, որովհետև Հայաստանում կա կես միլիոն մարդ աղքատության շրջանում։ Մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեր երկրի այս պայն հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Բայց տնտեսությունը կայուն վիճակում զարգանում է։ Օրինակ, ինչպես եք տեսնում, որ կայուն վիճակում զարգանում է, երբ որ մենք ունենք 14 միլիարդի արդեն վարկ։ Երբ մեր արդյունաբերությունը հարցրեք, Սամվել Կարապետյանն էր դա ասում։ Ասեմ, բացատրեմ։ Հարցրել եք նրան։ 14 նա ներկայացնում էր մեր երկիրը, մեր հայրենիքը։ Եվ ասում է, որ օտարերկրյա ներդրողներին զարգացման վիճակում նա ներկայացնում էր Եվրասիական տարածաշրջանում ամենազարգացող երկիրն է։ Հիմա դուք ասում եք, չէ, այդպես չի։ Դուք համաձայն չեք Սամվել Կարապետյանը։ Պատասխանեմ, երբ որ մենք հյուրեր ենք ունենում արտերկրից, անգամ հիմա, երբ որ մենք ունենք ընդդիմադիր հայացքներ, խոր ընդդիմադիր անհամաձայնություն, մենք արտերկրի մեր հյուրերին, տնտեսության առումով Հայաստանի, ամենայն դեպս այս ամբողջ process-ի անգամ ժամանակ տալիս ենք դրական իմպուլսներ։ Այն ժամանակ էլ Սամվել Կարապետյանը տեսնելով խնդիրները, նա տվել է, քանի որ ներդրողների առաջ օտարերկրյա քո երկիրը պետք է գովաս որ գան։ Նարեկ Կարապետյանի խոսքով Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկը Սամվել Կարապետյանն է, ում համար Հայաստանի շահերը միշտ առաջնային են եղել։ Նա հիշեցրել է այս տարվա հունիսյան իրադարձությունները, երբ Սամվել Կարապետյանը դեմ դուրս եկավ իշխանությանը եկեղեցուն պաշտպանելու նպատակով, ինչին հաջորդեցին հեծի շուրջ հայտնի զարգացումները։ Հայաստանի առաջին ներդրողն է Սամվել Կարապետյանը, վերջին 5 տարին անընդմեջ ամենամեծ գործատուն է Հայաստանում։ Ինչպես նշեցի, Հունաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ մեծ ներդրող է։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանում կամ այլ երկրներում նրա ներդրումները, Հայաստանը Սամվել Կարապետյանի հայրենիքն է։ Մենք բոլորս Սփյուռքում ունենք բարեկամներ, ովքեր Սփյուռքում ապրում են, բայց իրենց հայրենիքը համարում են Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ կարծում, որ աշխարհում ինչ-որ մարդ կասկածի տակ կարող է դնել այն գաղափարը, որ հայի համար ինչքան կարևոր է իր հայրենիքը։ Սամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գերակշռում են քաղաքական թեմատիկայով խոսակցությունները, իսկ հասարակ ժողովուրդը իր խնդիրներով հանդերձ մնում է ստվերում։ Նրա խոսքով վերջին 30 տարիները ցույց են տվել, որ քաղաքական խոսույթի ավելացումը ինքնին որակ չի ապահովում։ Մեր երկրի բոլոր խոսակցությունները քաղաքական չեն պատմում մարդկանց մասին։ Մենք պետք է խոսենք մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես ենք աղքատությունից հանելու մարդկանց եւ ոչ թե քաղաքական թեմատիկայով ամբողջ եթերը լցնենք։ Բայց դրանք հետևանք են իրար։ Գիտեք, քաղաքական որոշումների որակից է կախված մարդկանց բարեկեցությունը։ Կարծում եմ 30 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ինչքան էլ քաղաքական խոսույթը շատանա, դա որակ չի տալիս։ Այսինքն մարդ ունի աշխատատեղ չի ավելանում, հրազդանում աշխատատեղ չի ավելանում է աշխատատեղ տնտեսապես 250,000, եթե ոչ ավել աշխատատեղ 7-8 տարվա ընթացքում, որի մեծ մասը եղել է պատերազմ, COVID, որի մեծ մասը եղել է ստվերը եւ 7-8 միլիարդ վարկ, որը հավասար է, որի մարումը հավասար է, եթե չլիներ մեր կենսաթոշակն 2 անգամ բարձր։ Հիմնական խնդիրը Թրամփի ուղով մեր հասարակության մոտ սխալ սպասելիքներ չառաջացնելն է, թե ԱՄՆ-ն խաղաղություն է երաշխավորել։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով ԱՄՆ-ի նման գերտերության մասնակցությունը Հայաստանի անվտանգային հարցերում ողջունելի է, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակ ամրապնդված կլինի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեզ պետք է երաշխավոր։ Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային բազում դեպքերի ժամանակ, երբ մենք ունենք մեկ ընդամենը երաշխավոր, երբ օրինակ տարածաշրջանային երկրները ունենում են մեկ երաշխավոր, տարբեր ժամանակային փոփոխությունների արդյունքում այդ երաշխավորը ունենում է իր ազգային առաջնահերթությունները ու այն երկիրը, ում երաշխավորում են, մնում է առանց պաշտպանության։ Այսինքն մի քանի երաշխավոր։ Մեկից ավելի երաշխավորը կօգնի մեզ, որպեսզի ունենանք երկարաժամկետ երաշխավորված խաղաղություն։
Արարատի Ոսկետապ գյուղում ճնշումներ են քահանայի նկատմամբ ահազանգել է Մասյացոտնի թեմը։ Ըստ թեմի տարածած հայտարարության Ոսկետապ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը եւ Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը հոգեվոր հովիվ Տեր Արտաշես քահանա Ակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին, սպառնացել են կոտրել եկեղեցու դռան կողպեքը, սակայն Տեր Արտաշեսը շեշտել է. մեջբերում ես այստեղից դուրս չեմ գալու։ Մասյացոտնի թեմը այս ամենը որակել է անօրինական եւ շեշտել, որ եկեղեցին կառուցված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին պատկանող տարածքի վրա, որևէ մեկը չի կարող սեփականացնել այն կամ միջամտել եկեղեցու գործունեությանը։ Ռուսաստան-ԱՄՆ Ուկրաինա եռակողմ հանդիպման երկրորդ օրվա բանակցությունները մոտ 3 ժամ են տևել։ Տեղում աշխատող լրագրողների խոսքով քննարկումները եղել են դրական եւ կառուցողական։ Ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու Աբու Դաբիում հաջորդ շաբաթ։ Ըստ Reuters գործակալության երեկվա հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել։ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում, որպեսզի Կիևը փոխզիջման եւ ստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Չնայած այս ամենին, Ռուսաստանը շարունակում է հերթիրակոծել Ուկրաինայի մայրաքաղաքը, մի շարք մարզեր եւ շրջաններ։ ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում արդեն քանի օր է չեն դադարում բողոքի ակցիաները ներգաղթի եւ մաքսային ծառայության դեմ։ Չնայած վատ եղանակին մոտ 50,000 ակտիվիստ երթ է արել, պահանջելով նահանգից դուրս բերել գերատեսչության ստորաբաժանումները։ Բողոքի ակցիաների ընթացքում 100 քահանա է ձերբակալվել։ Սա տեղի ունեցել, երբ օրեր առաջ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել էր մի կնոջ։ Մենք ուզում ենք, որ դուք վերադառնաք։ Տասնյակ անօդաչու թռչող սարքեր լուսավորել են Կարակասի երկինքը ի աջակցություն Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի։ Դրոնները նախագահական զույգի վերադարձի ժողովրդի աջակցության մասին երկտողեր են պատկերել երկնքում։ Արդեն 20 օրից ավելի է, ինչ ԱՄՆ-ն ձերբակալել է Մադուրոյին եւ իր կնոջը։ Նրանք պահվում են Նյու Յորքի բանտում։